Դպրոցականներն էկրանին կարդում են առաջադրանքը, սմարթֆոնների միջոցով պատասխանում։ Թեման համաշխարհային տնտեսությունն է։ 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները տնտեսագիտական համալսարանում մասնակցում են աշնանային ճամբարին, ստուգում ֆինանսական գիտելիքները, ստանում նորը։ Մոտավորապես 10-րդ ճամբարն ենք իրականացնում նմանատիպ նախագծերից։ 2 օրվա շրջանակներում թիմորդները հնարավորություն են ունենում տնտեսագիտական համալսարանում ներկա գտնվել տարբեր բանախոսություններին, որոնք որ հենց վերաբերում են տնտեսագիտության տարբեր ոլորտներին, ունենալ տարբեր մասնագիտական խաղեր, ունենալ թիմային աշխատանքներ, որի վերջնական արդյունքով էլ ճանաչվում է լավագույն թիմը, ովքեր որ ստանում են խրախուսական մրցանակներ հենց տնտեսագիտական համալսարանի կողմից։ Երկօրյա ծրագրի ընթացքում բանախոսներն ավագ դպրոցականներին ներկայացնում են տնտեսագիտական ուղղությունների առավելություններն ու բարդությունները, օգնում ապագա մասնագիտության ճիշտ ընտրության հարցում։ Դեռ դպրոցական տարիքում շատ չեն ուսումնասիրում տնտեսագիտություն, իսկ արդեն այստեղ իրենք տարբերում են թե մարքեթինգը ինչ է, կառավարումը որն է, ֆինանսները որն է, եւ հիմնականում բացի կոնկրետ ոլորտներին ծանոթանալուց տրվում են հիմնական մինիմալ գիտելիքները, որ պետք է բոլոր քաղաքացիներին, ոչ միայն հենց տնտեսագետներին։ Ոմանք կողմնորոշված են եկել ընտրած ուղղության մասին ավելին իմանալու, ոմանք էլ դեռ կամուկացի մեջ են, բայց թվերի աշխարհը գայթակղիչ է թվում։ Դժվարանում էի կողմնորոշվել մասնագիտության հարցում, բայց պետական տնտեսագիտական համալսարանի աշնանային ճամբարին մասնակցելուց հետո կարծում եմ արդեն կողմնորոշված եմ։ Ինչ եք ուզում դառնալ։ Ուզում եմ դառնալ մարքետոլոգ։ Իրենք չեն կողմնորոշում, թե որ մասնագիտություն ընտրեն, ու այս ծրագիրը հենց ուղղված է բացահայտելու իրենց համար, թե որ ոլորտն է ավելի իրենց մոտ, այսինքն ինչքան էլ դիմորդների պակաս տնտեսագիտական համալսարանը չունենա, ավելի շատ սա ուղղված է աշակերտների ճիշտ մասնագիտական կողմնորոշում իրականացնելուն, որպեսզի հետագայում ոլորտում աշխատեն այն մասնագետները, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, այլ ոչ թե զուտ գնում են աշխատանքի եւ վերադառնում են տուն։ Բուհը կշարունակի ընդունել դպրոցականներին բացահայտելու եւ հետագայում որակյալ մրցունակ կրթություն առաջարկելու համար։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։